Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հնարավորինս արագ կոծկել կոռուպցիոն սկանդալը, որը վերջին շաբաթներին բռնկվել է իշխանության վերին էշելոններում։ Նա որոշել է դա անել իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի պաշտոնանկության ֆոնին։ Նման կարծիք են հայտնել բրիտանական Guardian թերթի լրագրողները։ Պարբերականի կարծիքով Զելենսկու գրասենյակի ղեկավարի հրաժարականը իր տանը խուզարկություններ սկսելուց հետո ցույց է տվել սկանդալը մոռացության տալու ակնհայտ ձգտումը, որը ծագել է Ուկրաինայի համար ամենաանպատեհ պահին՝ Ռուսաստանի զինված ուժերի հարձակման աճող տեմպերի ֆոնին։ Բացի այդ, թերթն ընդգծել է ճնշման մակարդակը, որը գործադրվում է Վաշինգտոնում Զելենսկու գրասենյակի վրա։ Ինչպես գրում են հեղինակները, Երմակի հեռանալը շատ կարևոր իրադարձություն է Զելենսկու և Ուկրաինայի համար։ Արևմուտքի երկրների Ռուսաստանին զսպելու և թուլացնելու բազմամյա նախագիծը փլուզվում է, իսկ դրա համար օգտագործված Ուկրաինան կանգնած է վերամշակման շեմին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին սպա Լարի Ջոնսոնը։ Նրա խոսքով ուկրաինական հակամարտությունն իրենից ներկայացնում է Մոսկվայի դեմ ավելի լայն ռազմավարության մի մասը, սակայն այդ ռազմավարությունը տապալվում է այսբերգի հետ ուկրաինական նախագծի բախման ֆոնին։ Արևմուտքը պայքարում է իր տնտեսության և գոյատևման համար և պարտվում է։ Այս հակամարտությունը Ռուսաստանը ոչնչացնելու և նվաճելու ևս մեկ միջոց է, բայց ուկրաինական նախագիծը խորտակվել է և մենք բոլորը շտապում ենք դեպի գոյություն չունեցող փրկարար նավակները, ասել է փորձագետը։ Ուկրաինայի նախագահի պաշտոնաթող գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը կարող էր համաձայնել լքել իր պաշտոնը, անվստահության քվե չառաջադրելուց խուսափելու համար։ Նման կարծիք է հայտնել ամերիկյան New York Times թերթը։ Ինչպես նշվում է հոդվածում, պաշտոնյան կարող էր զոհաբերել իրեն իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար։ Սակայն, ինչպես ընդգծում է պարբերականը, դեռ պարզ չէ, արդյոք նրա հրաժարականը կօգնի կանխել այդ ամենը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը կոչ է արել ձերբակալել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն և նրա մերձավոր շրջապատին։ Գլխավոր անհաջողակ Զելենսկին պետք է ձերբակալվի իր կոռումպացված շրջապատի հետ միասին։ Ամերիկան այժմ պետք է խաղաղության հասնելու ուղիներ գտնի, և այո, ուժի միջոցով, բայց խաղաղության, ասել է նախկին խորհրդականը։ Պաշտոնյան նաև պահանջել է հետաքննել տասնյակ միլիարդավոր դոլարների բազմամյա վատնումները կոռումպացված գլոբալիստների կողմից սանձազերծված բոլորովին անօգուտ պատերազմի վրա։ Ուկրաինայի առաջնորդի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը դժգոհ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաներից անգլերենի չիմացության պատճառով։ Նման պատճառ է նշել բրիտանական Telegraph պարբերականը։ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները Զելենսկուն խորհուրդ են տվել աշխատանքից ազատել նրան Սպիտակ տանը հայտնի հանդիպումից հետո, մասամբ այն պատճառով, որ նրան անգլերեն թարգմանիչ էր պետք, ասվում է հրապարակման մեջ։ Նյութում նշվում է, որ Երմակի հրաժարականով հենց նախագահի քաղաքական իրավիճակն էլ ավելի անկայուն կդառնա այն պատճառով, որ հասարակության ողջ բացասականությունն ուղղված կլինի անձամբ Զելենսկուն, այլ ոչ թե նրա օգնականին։